Տիկին Դիլբարյան ամեն օր ասելու եմ սա, ես խնդրում եմ նաև որպես իմ ուսուցիչ, ասեք ուր է սա հասնելու միջև որ ասեց Արցախի կես կտանք որ պատերազմ չլինի, հետո ասեց ամբողջ Արցախը կտանք որ պատերազմ չլինի, Սյունիքի բարձունքները կտանք, Նիկոլը տվեց որ պատերազմ չլինի, Տավուշիս տարածքներ տվեց, ասեց տալիս եմ որ պատերազմ չլինի, այդ Միջանցքը տվեց ամբողջ մեր տարածքները, տվեց Ադրբեջան Նախիջևան, ասեց որ պատերազմ չլինի, հիմա վաղը որ ասի պիտի մանկահասակ աղջիկներին տամ ադրբեջանցիներին որ պատերազմ չլինի, Սևանը պիտի տամ որ պատերազմ չլինի, ամբողջ Երևանը պիտի տան որ պատերազմ չլինի, եւ այստեղ պիտի հայ չապրի որ պատերազմ չլինի։ Կա ինչ-որ մեկը որ բանալի բառը հենց այդ է ադրբեջանցիների ընկալմամբ հայ չպիտի լինի, այստեղ հայ չպիտի լինի, ինչու կատարվեց։ Ասում էին որ եթե անգամ մեկ հայ մնա, ապա նա տեր է կանգնելու իր տարածքին, այսինքն անիմաստ է եւ բացարձակ անհեթեթ է թուրքական այն քաղաքական պնդումը, որ եթե դուք այս զիջմանը համաձայնեցիք, մենք խաղաղության կգնանք, ոչ Նրանք շարունակելու են մինչև այն պահը, որ այստեղ հայ չլինի, ընդհանրենք մեծ հաճույքով երևի կսպասեն, որ մեր ժողովուրդը չգիտեմ տեղափոխվի, բայց Միացյալ Նահանգներում էլ մեզ այլևս սպասող չկա, եթե նախորդ դարակեսին, գիտեք, ամերիկյան որ փախնամ այդ հաստատությունները մեծ դեր կատարեցին, իրենք մեր լավագույն, տաղանդավոր, այո, երեխաներին տեղափոխեցին ու նրանք մեծ մարդիկ դարձան, գիտեք, Միացյալ Նահանգներում։ Միացյալ Նահանգների այն հին հայկական գաղութներում մարդիկ են, որոնք եւ դրամագլուխ ստեղծեցին, գիտությունը զարգացրին, մշակույթը, նրանք փրկեցին այդ երեխաներին ու տեղափոխեցին Միացյալ Նահանգներ։ Հիմա դուք ինչ սպասում եք, որ էլի չի լինելու այդպես։ Ոչ ոք չի գալու մեզ փրկի եւ ընդհանրապես դա ծիծաղելի է։ Դրա պատասխանը պայքարել սեփական եւ դա բոլորովին պատերազմասիրություն չէ, հանուն անկախության, ազգային արժեքների համար պայքարը դա պատերազմ չէ, դա ազատագրական պայքար է։ Ով Նիկոլական ինքը նաև հակառուս է։ Մի նախադասություն կա ընդամենը։ Գնացեք Նիկոլի գովաբանած ցեղասպան Թուրքիայի տակ գտնվող այն հատվածը հայկական, տեսեք ինչի է վերածվել։ Գոյություն է ունեցել Արևմտյան Հայաստան, որ անցել է եւ Արևելյան Հայաստանի մի հատվածը, դա անցել է Թուրքիայի տակ, այն որ դուք սենց թուրք եք ուզում։ Գնացեք տեսեք ինչ ներկայություն կա հայերի, ցեղասպանել են, հայաթափել են, մահմետականացրել են, փակել են։ Եկեք մի հատ Ռուսա-Հայաստան են, որ ասում եք, այս Հայաստանը որտեղ որ մենք ենք, 300,000-ից դարձրել են 3,700,000, ստեղծել են ակադեմիաներ, հայկական ինքնությունը բարձրացել է, հայկական գրականություն, հայկական մշակույթ, դեբիլներ, տահասներ, այն որ դուք ասում եք, մենք թրքություն ենք ուզում։ Ինչ եք ուզում, ինչ ա ուզածը։ Այս իշխանությունը Ռուսաստանի հետ կարողանում է շատ պրակտիկ իր հարաբերությունները կառուցել։ Դա էլ է, գիտեք, միֆ, որ իրենք գործնական, իրենք գալիս են մեր քաղաքացիների մոտ, բոլոր վատ բաները Ռուսաստանի մասին խոսում են, բայց հենց գնում են Ռուսաստան, դառնում են շատ այսպես ռուսամետ, տեսահոլովակներ են դնում, նրանց խոստանում են ԵԱՏՄ-ի մասին լավ բաներ ասում, այստեղ նաև գիտեք շատ վտանգավոր բան կա, իրենք ռուսների առաջ եւ ռուսների հետ այդքան, չգիտեմ, հարաբերությունների զարգացում խոստանում են, բայց այստեղ գալիս են նրանց մասին չարախոսում են։ Դա ինչ նաև երկերեսանիություն է։ Դա խոսում է այն մասին, որ իրենք իրականում խաբում են բոլորին։ Դա միանշանակ է։ Տեսեք, նախկին իշխանությունների ժամանակ այսպիսի բան կներ, ամբողջ տակը մտել են թուրքերը, Բաքվի շները, ու գրում են մենք գալիս ենք Երևան, բան։ Էս չի քո վերած, էսա չի Նիկոլ քո վերած։ Էս չի, ու դու մի հատ էլ ասում ես մեր նախագահներին, մեր բարերարների մասին բան ունես ասել։ Իմիջայլոց, ուրեմն ինքը ասում է, հիմա ուզում եմ մի հատ էլ ժողովրդին խափի աչքերը փակի, ասում է զենքի սենց հրավառություն պիտի ցույց տամ, դե 15 միլիարդի պարտ կա բերել դրել մեր վրա, հիմա բոլորն ասում են, որ կերել
ես դա։ որ հրթիռներ Իսկ դուք Չուկչայի նման է, որ Չուկչայի նման բանը դնում չի վերցնում, այդ լավ հիշեցիք, որ սարսափելի այդքան փող ծախսեցինք ինքնաթիռների համար, պարզվեց դրանք ամենը գովազդային։ Գիտեք, որ դրանից էլ վախեցած, գիտեք ինչ է ասել Նիկոլը, ասում է, բայց թող մեր հարևան Թուրքիան ու Ադրբեջանը հանկարծ վատ բան չմտածեն։ Ուրեմն Թուրքիան եւ Ադրբեջանը արդեն 40 անգամ զորավարժություններ են արել, աշխարհից վերջին զենքերը առնում են։ Իսկ ինքն ասում է, Ալիև, բան չասես ինձ, հանկարծ բան չասեք, ես մի հատ ցույց տամ խափեմ հայ ժողովրդին, որ տեսեք զենք եմ արել, որ ընտրությանից ձայն տան։ Բայց դուք իմացեք, ես ու ձեր համար չի։ Մենք չտեսանք 40։ Բայց որ Նիկոլին ընտրողները մտածելու ընդունակ չեն։ Ես կարծում եմ ունակ են։ Ես մեր ժողովրդի մասին անկեղծ ասած շատ լավ կարծիքի եմ եւ նաեւ այս նախընտրական արշավում էլ տեսնում եմ, որ մարդիկ ունեն բազմաթիվ հարցեր եւ զարմացած են քարոզարշավի այն ձևից, որը իրականացվում է։ Այո, կարող է մեր հանրությունը միամիտ է, իսկապես խաղաղասեր է, բայց ինքը ցավոք սրտի շատ թանկատուցեց իր միամտության համար, հավատալով խոսքերին։ Հիմա իրականում մարդիկ նայում են գործերին։ Այո, ասում են դպրոցներ ենք բացել, բայց դպրոցներ բացել եք, ինչ որակի դպրոցներ եք բացել, եւ քանի դպրոց եք փակել, քանի դպրոց եք 240 դպրոց փակել են, 320 դպրոց թողել են։ Դրա համար այնտեղ 240 էլ փակել ես Նիկոլ դպրոց։ Բայց Արցախ տանող, ինչպիսի Հայաստան հիմնադրամով կառուցված ճանապարհներ եք հանձնել։ Իրական ճանապարհ կառուցված, իրական ռեալ բարձրաշեք ինչ ճանապարհներ կառուցված։ Եվ շատ գոհ է այդ ճանապարհներից, իսկ մեր ճանապարհները տեսնում եք ինչպիսի մեկ թեթև ձյունը կամ չգիտեմ անձրևը ամբողջ Երևանը եւ մարզերը վերածում է անանցանելի տարածքի։ Եվ Նիկոլին, որ չհամարձակվես վախեցնել հայ ժողովրդին, որ եթե ուժեղ կամային ազգային իշխանություն մենք ունենանք եւ այդ մեր առաջնորդները գան իշխանության, դուք ասում եք հայեր բոլորը դառնալու եք հաշմանդամներ։ Նիկոլ, դու ես բոլոր առումներով իմաստով, բարիզբուն իմաստով, դու ես դարձել 13000-ի բարիզբուն իմաստով հաշվանդամ եւ բացի այդ եւ վախկոտություն է մցրել մեր մեջ եւ սարսափ է մցրել եւ իրական հաշվանդամ է դարձրել մեր երիտասարդներից 13000-ի պատերազմի ժամանակ դու ես դարձել եւ չվախեցնես մեր ժողովրդին եւ դու ես վերել 14 պատերազմ եւ դու ես պատրաստվում հիմա նորից պատերազմ վերել Հայաստանը ոչնչացնելու չվախեցնես հայ ժողովրդին ազգային հայրենանվեր առաջնորդները գալու են առաջ ու գալու են իշխանության։ Մեր ընտրողները հասկանում են, որ ով իրենց ուզում է երազանքից զրկել, նա իսկապես ուզում է իրենց դարձնել հաշմանդամ։ Իսկ հայ ժողովուրդը միշտ ապրել է իր այդ մեծ երազանքի շնորհիվ։ Դրսի գաղութներում էլ մենք համաշխարհային եւ ցանցային պետություն դառնալու բոլոր նախադրյալները ունենք, բայց մեզ գիտեք, մեզ բոլորիս, լինի Ավստրալիայում, Միացյալ Նահանգներում, Երևանում, Գորիսում, Սյունիքում, թե Արցախից արտաքսված, միավորում է մեծ Հայաստանի, իրական Հայաստանի երազանքը, Արարատ, Լեռան, Մասիսի, դեպի Լեռը Մասիս երազանքը, եւ մեզանից դա ոչ ոք չի կարող խլել, եւ ես ձեզ ասեմ, այդ դաժան պայքարը, որ մղվում է խորհրդանիշի դեմ, հասկանում եք, Արարատի խորհրդանիշի դեմ, հենց ցույց է տալիս, որ մեր իրական ուժը, Անժելա, մեր երազանքների մեջ է։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դեմ էլ պայքարում են դրա համար, որովհետեւ եկեղեցին էլ խորհրդանշում է այդ մեծ երազանքը խլել հնարավոր չէ եւ ոչ մի սահմանադրական փոփոխություն էլ տեղի չի ունենալու եւ սահմանադրական հանձնաժողովի շատ անդամներ էլ ճիշտ էին նշել, որ այդուհանդերձ իրենք չեն քվեարկելու, ճիշտ է արդարադատության նախարարուհին այդպես գրեթե սպառնում էր մեզ, որ իրենք իշխանություն են, իրենք են որոշում, ոչ թե հանձնաժողովը եւ մասնագետները, բայց արդեն այդ գիտեք ահագնացող սպառնալի տոնից իդեպ այնպես էր խոսում լրագրողների հետ, ես ապշած եմ, գիտեք, եթե նախորդ շրջանում ինչ որ պաշտոնյա այդպես, ես ոչ մի պարտավորություն չունեմ ձեզ դա սարսափելի, իսկ ուր մնաց թափանցիկությունը, իսկ ուր մնաց ժողովրդավարությունը։ Այդ նույն ինքը սրբու մասին եք, չէ՞ ասում։ Այո, սրբու, ես ապշած եմ, գիտեք, այդպես խոսել լրագրող, ես ոչ մի պարտավորություն չունեմ, բայց ինքը ունի պարտավորություն,
որովհետև Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է։ Ինքը կարող էր հանգիստ իր մտքերը թելադրել, ոչ թե սպառնալի արձանագրել, որ ինքը չունի պարտավորություն ասելու, թե ինչ է խոսել։ Դա վերաբերում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, եւ որ հիմա այս պահին իրենք ունեն մեծամասնություն խորհրդարանում եւ կազմել են կառավարություն, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Ժողովրդավարական պետություններում քաղաքական ուժերը գալիս են, հետո ընտեղի ունեն ընտրություններ, նրանք հեռանում են։ Դա ժողովրդավարության եւ կյանքի ոսկե կանոնն է։ Շնորհակալություն։